Եվ այսպես ծնողների դպրոցն է մեր եթերում եւ ինչի մասին ենք խոսելու կիմանաք մի փոքր ավելի ուշ։ Եկեք հրավիրենք մեր այսօրվա հյուրին, իսկ հյուրը մանկաբույժ Մերի Մարանդյանն է։ Համեցեք։ Ողջույն մեջքույն։ Բարև։ Ես ուզում եմ միանգամից մեր հեռուստատողի ուշադրությանը ներկայացնել սննդատեսակները, որ այսօր մենք ունենք, ընկուզեղեն, ձու, սոյայի լուծույթ ունենք այստեղ, կաթ ունենք եւ փորձեք կռահել, թե սրանք բոլորը ինչ կարող են հանդիսանալ։ Սեղանին դրված են մանկաբուժության մեջ եւ առհասարակ բժշկության մեջ հայտնի ամենահաճախ հանդիպող ալերգենները։ Ձեր երեխան կարող է ունենալ ալերգիա սրանցից յուրաքանչյուրի կամ կարող է անգամ բոլորի հանդեպ։ Կամ ոչ մեկից։ Կամ ոչ մեկից, ա որ ամենալավ տարբերակն է։ Ինչպես կարող է ալերգիան դրսևորվել, շատ անսպասելի կերպով, երեխան լավ էր, ուրախ էր, զվարթ էր, ուտում էր, խմում էր, խաղում էր, հանկարծ երեխայի վրա ցան, այտուց, գնալով ավելի վախենալով, շնչառության խանգարում, վտանգավոր է իրականում, ինչ ասես կարող է լինել, ամենավատ բանը կարող է լինել, անգամ ալերգիա կոչվող թվում է թե հասարակ բանից։ Երբ կարող է առաջին ալերգիկ ռեակցիան տեսնել ծնողը երեխայի մոտ, ինչ տարիքում։ Դուք նշեցիք այն բոլոր հիմնական գանգատները, որով դիմում է ծնողը մանկաբույժին, կասկածելով, որ երեխայի մոտ եղել է ալերգիկ դրսևորում։ Ինչպես արդեն նշեցիք, հիմնական նշանները մարմնի տարածուն ցանավորում, այտուց, երբեմն շնչական խանգարումներ, դժվարաշնչության կլինիկայով, այո, եւ երբեմն կարող է արտահայտվել անգամ սկիզբը որովայնացավով ու մարսողական խանգարումներով։ Հետևաբար այդ բոլոր սիմպտոմները երեխաների մոտ կարող է դրսևորվել ցանկացած տարիքում, բայց հաճախականությունը եւ հավանականությունը գնալով կարող է փոփոխվել, հաշվի առնելով այն փաստը, որ սննդամթերքը երեխայի առօրյայում մտնում են հերթականությամբ։ Դե բնական է, ասենք, թե մեկ ամսական դժվար ինչ որ մեկ ուզեղեն տված լիներ, հուսով եմ, որ կովի կաթել չէին տալու, բայց այնուամենայնիվ մի քիչ մեծացավ, ինչքան մեծացավ, այնքան շատ բաներ է ուտելու, այնքան մեծ է հավանականությունը, այո, որ կհանդիպի վերջի իր սիրելի ալերգենին։ Ինչպես նշեցիք կովի կաթի մասին, թերևս դա առաջին ալերգենն է երեխայի համար, որ կարող է մայրիկը հանդիպել, առաջին ալերգիկ ռեակցիան, որ կարող է դիտվել անգամ կաթնախառնուրդ ուտելուց հետո։ Մենք թերևս մանկաբույժներս միշտ փորձում ենք համոզել ծնողներին, որ կովի կաթը լավագույն ընտրությունը չէ բալիկի որպես հիմնական սնունդ օգտագործելու համար մինչև 1 տարեկան, բայց ցավոք դեռ լինում են դեպքեր, որ երեխան օգտագործում է կովի կաթ եւ ձեր նշած գանգատները հենց կարող են դիտվել անգամ 1 ամսականում արտահայտվել որպես կովի կաթից նկատմամբ ալերգիա։ Դեպքեր ունեք, երբ 1 ամսականին կովի կաթ են տալիս։ Այո, երբ նկատում են, որ մայրիկի կաթը ըստ տատիկի խոսքերի անորակ է, փորձում են այն փոխարինել կովի կաթով։ Խնդրում եմ, էլի մի արեք, մեղք են այդ երեխաները։ Իդեպ մի դեպք նշեմ, երբ որ նկատվել էր ալերգիա երեխայի մոտ կովի կաթից եւ գիտեք ինչն էին փոխել, կովին էին փոխել։ Վաճառել էին կովը, տարբերակ որ կացեին այս մեկ ալերգիկ է, տարեք սրան, մի հատ ուրիշ երեխա բերեք։ Ոչ վաճառել են իրենց կովը եւ գնել այլ կով։ Գնացինք առաջ, ինչ անել։ Նկատեցինք։ Ամեն ինչ ճիշտ ենք արել, երեխան, չգիտեմ, 3 տարեկան է, կովի կաթ ենք տվել եւ երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա է զարգացել, ինչ անել։ 3 տարեկան բալիկի մոտ գրականությունը նշում է, որ հավանականությունը, որ հաղթահարել է կովի կաթի ալերգիան ավելի մեծ պետք է լինի, բայց եթե անգամ դրսևորվել է ալերգիկ ռեակցիա, որը դրսևորվել է ցանով, մարմնի տարածում, երբեմն այտուցով եւ ավելի քիչ հավանական շնչահեղձության դրվագով, մայրիկը պետք է այդ վտանգի նշաններին տիրապետի առաջին հերթին, այսինքն գնահատի դա որպես ալերգիկ ռեակցիա եւ առաջին օգնությունը պետք է հակալերգիկ դեղորայքներ լուծվի։ Տարիքին եւ քաշին համապատասխան, ի ուրախություն մեզ մայրիկների մեծ մասը դեղորայքին տիրապետում է եւ կարողանում է ճիշտ հակալերգիկ ընտրել բալիկի համար, որովհետեւ կյանքի ինչ-որ մի փուլում օգտագործած է լինում հակալերգիկը։ Հակալերգիկ դեղորայքը տալուց հետո պետք է անմիջապես կապ հաստատի մանկաբույժի հետ, եթե անհրաժեշտություն գտնի մանկաբույժը, նաև դիմի շտապօգնություն, որպեսզի երեխային շտապ զննվի մանկաբույժի կողմից։ Ու կյանքում այդ երեխան կովի կաթել պիտի չխմի։ Միշտ մայրիկները, նաև հայրիկները այդ հարցը նշում են, վերջ մենք ունենք ալերգիա բացառում ենք, թե ոչ, այստեղ մանկաբույժը պետք է փորձի բացատրել եւ բացատրի ծնողին այդ վիճակագրական տվյալները։ Գրականությունը թույլ է տալիս ասել, որ մինչև 1 տարեկան երեխաների մոտ 30%-ով հաղթահարվում է այս ալերգիան եւ մինչև 6 տարեկան երեխաների մոտ գրեթե ամբողջովին անցնում է։ Հետևաբար, եթե ունեցել ենք ալերգիկ ռեակցիա, տիպիկ բնորոշ, մանկաբույժը դիտարկել է դա, համոզված ենք, որ դա ալերգիկ ռեակցիա է եղել, պետք է որոշ ժամանակով
բացառվի սննդակարգից կաթնամթերքը։ Հետո արդեն մանկաբույժի եւ ալերգոլոգի հսկողությամբ կամաց ներմուծվի սննդակարգ փոքր չափաբաժիններով, բայց այստեղ կարևոր նշան է, որ պետք է լինի մանկաբույժի հսկողության տակ։ Երբեմն եթե պատմում են մեծ տուր ալերգիկ ռեակցիաներ, անգամ հոսպիտալացման ցուցում է համարվում, երբ որ պետք է ներմուծվի սննդակարգի մեջ։ Եվ մեծ տոկոս դեպքերում այդ ալերգիան հաղթահարվում է եւ ամբողջ կյանքի ընթացքում չի լինում։ Առանց մեր օգնության, առանց բժիշկների, առանց որևէ մի բանի ուղղակի երեխաները մեծանում են եւ ինքնուրույն հաղթահարում են։ Մեծամասամբ այդպես է լինում է։ Եթե մնաց, դե կներեք։ Դե այդ դեպքում արդեն հաստատ ասում ենք, գիտեք ինչ կա։ Դե դուք էլ կովիկատ մի խմեք։ Հիմա այդպես է ստացվել, ոչ մի սարսափելի բան չկա։ Հիշեցնեմ արգելի հեռուստատողներ, մենք խոսում էինք ալերգիաներից, իմ հյուրը այսօր մանկաբույժ Մերի Մարանդյանն էր։ Մենք շատ հաճախ այսպես թեթև ենք նայում, ասում ենք դե կանցնի, բայց հիշեք, որ ամենապարզ ալերգիան կարող է անգամ երեխայի մահվան պատճառ դառնալ, այնպես որ եղեք ուշադիր, եղեք զգույշ եւ միշտ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ։ Մնացեք մեզ հետ։